ձեզ Վարդան Վարդանյան։ Այսօր իհարկե ամենակարևոր բաներից մեկը այն է, թե ինչ ուղղությամբ են գնում բանակցությունները Մոսկվայում, այնտեղ գնաց ուրեմն բացի այդ բանագնացից Վիտկոֆից, այլև Թրամփի փեսան Կուշները, որ ոնց որ հսկի իրադրությունը, որտեղ Վիտկոֆը ոչ մի բանակցություն չի կարողանում տանի, ու չի հասկանում ինչա Պուտինը ասում, հետո գալիս է մեծ բաներ պատմում, որ հաջողվեց անել էսանն, հետո պարզվում որ ոչ մեկ չի եղել, Պուտինը ասում է, այս բան չի եղել, ինչ պարզ է, որ մի քիչ Պուտինը ձեռ առնում իրան, բայց նաև պարզ է, որ այստեղ խնդրեմ կա բանակցողի հետ։ Դրա մասին խոսացել եմ, չեմ ուզում նորից կրկնեմ, իրավիճակը դեռևս պարզ չի, բայց մի բան պարզ է, որ այն հաջողությունը, որ սպասում էր, չի տեղի ունեցել, այսինքն Ուկրաինան տեղի չտվեց, ասում են, չծալվեց, եւ չհանձնվեց պայմանները, որ իրեն պարտադրվում էին, նոր պայմաններ, ուրեմն նոր բանակցային կետեր համաձայնեցին 28-ի փոխարեն 12 գնացին Մոսկվա եւ ըստ երևույթին Պեսկովի ասում եմ խոսքերից ելնելով եւ Դմիտրիևի եւ պարզվում է չէ այդքան լավ չի գնացել։ Հիմա մանրամասնությունների մասին հետո կիմանանք։ Բայց դա չի նշանակում աշխարհը կանգնած է, մի քանի ուրիշ հետաքրքիր բաներ ասեմ ձեզ, մեկը նա, որի մասին Վաշինգտոնի մոտ թնդում անդադ խոսում են դրա մասին, դա այնա, որ իրենց հերթական ուրեմն հարձակումը Վենեսուելայից դուրս եկած ինչ որ իբրև թռնադեղեր կոկային տանող նավերի վրա, ամերիկացիները ուրեմն խփեցին եւս մի նավ, եթե չեմ սխալվում 20-րդ արդեն, եւ այդ հարվածից հետո հանկարծ պարզվեց, որ երկու հոգի ողջ են մնացել այդ նավի վրա, կախված նավի կողքից, ինչ որ տենց վիրավոր վիճակում մի խոսքով եւ ուրեմն պաշտպանության նախարարը կամ այսպես ասած պատերազմի նախարարը որ սեկրետարի ինչպես իրանը կոչում հեքսետը բանավոր հրաման տվեց ուրեմն այդ նավատորմի հրամանատարին վայս ադմիրալի հատ կար որ ոչնչացեք դրանց ուրիշ խոսքով երկրորդ հարվածը կատարվեց այդ արդեն վիրավոր նավի վրա ասենք երկու ողջ մնացած մարդկանցով դեպ բոլորին սպանեցին ոչնչացեցին ինչու որտեղ նա ինչ որ ասել որ բոլորին սպանեք ողջ մարդ չմնա չգիտես ինչու արդեն իմ կասկածը արտահայտել եմ որ սա իսկապես կոկայինի լցված նավեր են որ գալիս են Միացյալ Նահանգներ մի քանի պատճառով նախ որ կոկայինը դա Վենեսուելայում չի արտադրվում Կոլումբիայում հիմնականում արտադրվում եւ գնում է Մեքսիկայի միջոցով մի քիչ խրտքի մոտ չի գնաց Վենեսուելայից բերես հերույա շատ Ամերիկայից այդ նավերով որ բերում են դրանով չես հասնի Ամերիկա դրա մասին եմ խոսացել եւ չգիտես ինչու ամերիկյան ոչ մի բաներ չեն բռնել որևէ նավ երկու հոգի ուրեմն վերցրել էին ձերբակալել էին հետո չգիտես ինչի իրենց ուղարկեցին հայրենիք նորից դա հարցականի տակադնում էս ամբողջը բայց այս րոպեին հիմնական ֆիասկոն նրանում է կայանում որ դու ինչու պես կարող ես այդ մարդկանց վիրավորներին սպանել այսինքն մարդասպանություն է ինչպես է ձևակերպում առաջի հերթին եթե սա պատերազմ է դա պատերազմական հանցագործություն է war crime են ասում դրան անգլերեն դու իրավունք չունես վիրավոր մարդկանց կամ ծովում արդեն երբ որ իրենց նավը խփել ես ինչ որ մի քանի survivor են ասում հա որ ողջ են մնացել դրանց ոչնչացնես այդ ոնց որ դա անընդունելի բան է դա արգելված է պատերազմի օրենքներով արդյոք սա պատերազմական վիճակ Թրամփն ասում է այո ես պատերազմական վիճակ է նարկոտիկները բերում են մեր մարդկանց սպանում են մենք պատերազմ ենք անում նարկոտիկ բերողների այդ կարտելների դեմ սա պատերազմական վիճակ է well եթե պատերազմական վիճակ է ուրեմն պատերազմական հանցագործություն է կատարել ռազմական հանցագործություն է բայց եթե պատերազմ չէ դա իրականում այլ ոստիկանական ակցիա է այսպես կոչված որտեղ հիմնականում ուրեմն Coast Guard-ը, այսինքն ուսանան բերիգավայ ախրանն ասում է, դրանք են որ պետք է ոստիկանական ֆունկցիաները կատարեն եւ ծովային ուժերը օգնում են իրանց եւ այլն
Այդ դեպքում ավելի վատ է, թե սա պատերազմ չի, եւ դրանց սպանեցի, դա արդեն մարդասպանություն է։ Սա մասին ուրեմն մեծ խնդիր բարձրացավ, ուրեմն կոնգրեսում սկսել են խոսալ դրա մասին, լսումներ պետք է լինեն, պետք է որոշեն ինչ է, եւ արդեն այդ նախարարին, այդ Հեքսեթին մասին նրան մեղադրում են, ինքը իրան պաշտպանեց, որ ես չգիտեի այնտեղ մարդիկ կան, սկի, ես չեմ կարող սաղորը նստեմ նայեմ մանրամասնությունները, այսպես այնպես, բայց բաներն է, որ սպիտակը տան խոսնակ արդեն ասել է, որ իրանք երկրորդ հարվածը արել են, եւ դա եղել է հրամանով Հեքսեթի, այդքան արդեն հետ չես կարող տանել, հիմա ուրեմն հարցը հետևյալն է, եթե դա ապօրինի հրաման էր, նախ, ոչ միայն հրաման տվողն է պարտական ստեղ, այլև կատարողները, որովհետև երբ որ հրամանը տալիս են քեզ եւ դու գիտես որ դա ապօրինի հրաման է, չպետք է կատարես դա։ Այսինքն զինվորականները ծովային ուժերի հրամանատարությունը պետք է մերժել այդ հրամանը, ասել որ դա մեր ֆունկցիան չի, մենք չենք կատարելու դա, որովհետև դա ապօրինի է։ Բայց դա չեղավ։ Ասեմ, որ ինչ սկսվել են այս հարձակումները այս վենեսուելական նավերի վրա, հրամանատարը հարավային այդ ամբողջ հրամանատարության կոմանդի հրաժարական տվեց իր 3 տարվա տեխնիկ հրամանատարը նշանակը 3 տարով ինքը մի տարի հետո ասաց ես չեմ ուզում գնաց թոշակի ասաց չեմ ուզում այդ 4 աստղանի ադմիրալի մասին խոսում տվյալ դեպքում էս վայս ադմիրալը վիցե ադմիրալը որը 3 աստղանի ինքը ամբողջ կյանքը եղել է Navy SEAL հա ինչ ասում ստարասում են մорские котики, котик։ Այդ ամենա հատուկ ուժերն են ծովային։ Շատ մեծ լավ ռեպուտացիա մարդա մարվում եւ այլն։ Փաստորեն հիմա իրա վրա են բարդում ամեն ինչը։ Ոչ են բարդելու Թրամփի վրա, ոչ են բարդում իր ուրեմն պատերազմի նախարարի վրա, Հեքսեթի վրա, վայս ադմիրալի վրա են գալիս եւ որին կանչում են հիմա լսումների եւ այլ թե ինչու համար դու այդ հրամանը կատարեցիր։ Միաժամանակ իհարկե իրավաբանները, լոյերները եւ այլն սկսել են քննարկել արդյոք սա պատերազմ է, թե պատերազմ չի։ Իհարկե թե պատերազմ է, դա պատերազմական հանցագործություն է, պետք է տրիբունալի գնա։ Եթե դա պատերազմ չի, դա մարդասպանություն է, պետք է ուրեմն որպես դատվի, որպես մարդասպանի, խոսքով շատ բարդ իրավիճակ առաջացել ամբողջ զինվորականության համար, դա անդադ բերում են դա նախկին հրամանաբաներ, գեներալներ, ադմիրալներ, թշակի գնացած իրենց կարծիք ասելու համար, այսպիսի բաների մասին, եւ բոլորին լավ չի երևում, իհարկե պետք է քննություն լինի եւ այլն։ Լավ չի երևում։ Այս ամբողջը Հեքսեթի համար հատկապես, որ բոլորին արդեն պարզ է, որ ինքն է հրամայել իր տակ գլուխից ելնելով, որ ողջ մարդ չթողներ այնտեղ։ Եվ դա իհարկե ոնց որ սկզբում ասացի, նաեւ ինչ որտեղ խոսում է դրա մասին, որ ադմինիստրացիան չի ուզում ամեն ինչ պարզ դուրս գա, հա, դա միշտ պետք է հիշենք, որ ինչի միջև մա չեն ձերբակալել որևէ մեկին, ընդհանրապես որ հենց online security-ն անում էր եւ Coast Guard-ը անում էր, բռնում ես, բերում ես, ստատի ես տալիս, ուրեմն նարկոտիկներ բերելու համար, կոնտրաբանդա, հա, մասնագնային ձևով, այդ մարդիկ նորմալ process-ով անցնում են այդ նարկոտիկները բռնագրավում ես եւ այլն, իսկ ինչու համար հիմա ոչ մի դեպքում չեն անում, այլ գործածում են զինվորականությանը դրանց բոլորին ջարդելու համար։ Ձեզ ասեմ, որ նախ եւ առաջ այս ամբողջ բանը փիլիսոփայությունը, որ սկսել են ռազմական ուժերը գործածել ոչ ուղղակի ռազմական նպատակների համար, այլ օրինապահ ինչ-որ ֆունկցիաներ, տվյալ դեպքում նարկոտիկների դեմ կամ տերորիզմի դեմ, դա մեծ փորձանք Ամերիկայի գլխին դա սկսվեց Բուշի ժամանակ, հա, մի քիչ առաջ սկսեց ճիշտ ասեմ ձեզ, Նիքսոնի ժամանակվանից սկսեց, երբ որ ինքը Նիքսոնը հայտարարեց, որ մենք պատերազմ ենք հայտարարում նարկոտիկների դեմ եւ ստեղծեց DEA-ը, այդ հակա ուրեմն թռադեղերի այդ հիմնարկը ամերիկյան։ Պատերազմ
ինչ որ բանի դեմ, երբ որ դա իրական պատերազմ չի, դու դա ասում ես փոխաբերական իմաստով, շատ վտանգավոր բան է, մարդիկ լուրջ են հասկանում, հատկապես անկիրթ մարդիկ, ինչպեսին էին, ասենք թե հենց այդ երկրորդ Բուշը եւ այլն։ Դա բառացի են ընդունում այս բաները, հա։ Չհասկանալով, որ դա դու կարող ես պատերազմ կոչես, բայց դա չի նշանակում, որ դու պիտի զինվորականությունը կործածես այդ գործի համար։ Երբ որ դու եւ դա որտեղ դա շատ սահմանափակում է միանգամից քո բոլոր գործիքակազմը, ասենց ասենք, եթե ասում են խոսք ամերիկացիները հայտ հատկապես զինվորականության մեջ ծանոթ է, այսինքն կրթության մեջ գործածվում է շատ, որ եթե դու ունես ընդամենը մի գործիք, որտեղ մյուս գործիքների մասին չգիտես, դու ընդամենը գիտես քո զինվորականության մասին, հա, բոլոր քո խնդիրները, բոլոր խնդիրները մեխի ձև են ընդունում։ Եթե ասենք դու ունես միայն մուրջ, բոլոր խնդիրները մեխ են։ Դու չես կարող, եթե դու միայն զինվորականությունն ես համարում դու քո գործիքը, խնդիրներ լուծելու համար միջազգային կամ արտաքին աշխարհում կամ եւ այլն։ Բոլոր լուծումները կապում ես ռազմական լուծումների հետ, ռազմական ուժերի հետ։ Այն դեպքում, որ դրանք էության պետք չէ որ այդ մուրճով լուծես, հա, դա կվալտով ասենք, կուբալտով ռուսերեն։ Դա զարմանալի ստատիստիկա է այդ ունի։ Նախորդ ասեմ, որ նախքան 9/11-ը տերորիզմի սպանը ամերիկան շատ ավելի հաճախ էր ենթարկվում կամ ամերիկյան ուժերը Եվրոպայում եւ այլ տարբեր տերորիստական խմբերի հարձակումների։ Բայց ոչ մի դեպքում դա չէին համարում ռազմական խնդիր, դա օրենապահ օրգանների խնդիր էր, դրանով զբաղվում էր FBI-ը, զբաղվում էր ինչ-որ տեղ կարող ես հետախուզական խնդիր համարել, CIA-ը զբաղվել դրանով եւ այլն, բայց ոչ մի դեպքում դա չէր նույնիսկ երբ որ հարձակումը, ասենք, ամերիկյան ուժերի դեմ էին ռազմական բանակի, որ օրինակ Բեռլինում night club վայթացրեցին այնտեղ տերորիստները, կոմունիստները եւ այլն։ Հետո դարձավ, երբ որ Բուշը եկավ, ուրիշ բան չէր տեսնում եւ չէր համարում հնարավոր է գործածել, քան ռազմական ուժերը, դա այդ իրեն ամբողջ պատմությունը մեջ մտնեմ դրա մեջ, թե ինքը ինչպես տեսնում էր Իրաքի պատերազմը, Աֆղանստանը, որտեղ պետք էր որ այսպիսով նայել, Բեն Լադենի դեմ պետք էր անպայման ռազմական ուժեր գործածել ու կապեցին ըստ էության հանցագործ ինչ-որ խմբերի հետ պայքարը, ինչպես հիմա նարկոտիկների դեպքում անում է Թրամփը, ռազմական ուժերի հետ, որպես լուծում։ Դրա հետևանքներից մեկը այն է, որ դու սկսում ես գործածել գործիքներ, միջոցներ, որոնք օրինական ուժ չունեն, եւ որոնց համար դու նորմալ պայմաններում եթե նայեք, իրականում դու սկսում ես բաներ անել, որոնք դժվար է արդարացնել օրենքի սկզբունքներով, հա։ Հիմա այս վիճակի մեջ ենք գտնվում եւ շատ հետաքրքիր է տեսնել թե ինչ ուր կգնա այս պատմությունը։ Ինձ համար հետաքրքիր է թե այս լսումներից հետո այդ ադմիրալը իրենք պատժեն թե չէ, որ ինքը հրաման է կատարել, այն դեպքում որ դիասեր չեմ կատարելու այդպիսի բան, որովհետև զինվորականները պարտականություն ունեն, իրենց տրեյներ անում ամենաառաջի օրից բոլոր սպաներին, որ եթե ձեզ ապօրինի հրաման է տրվում, դուք ոչ թե կարող եք, այլ պարտավոր եք չկատարել այդպիսի ապօրինի հրաման։ Եվ եթե կատարեք, դուք պարտական եք, դա այսինքն ձեզ էլ կդատեն։ Միայն հրաման տվողին չի մասին խոսքը գնում, այլ հրամանը կատարողին է վերաբերվում դա։ Այս սկզբունքը շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես այս կկատարվի թե չէ Թրամփի աշխարհում, Թրամփի դարում, հա, Թրամփ արդեն հրաշքով ասաց, որ ինքը հավատում է Հեքսետին եւ իհարկե ոչ մի սխալ բան չի արել եւ այլն, բայց դա նույնիսկ ռեփաբլիկանները, որ Թրամփին միշտ պաշտպանեին, իրենք են դրա դեմ դուրս եկել։ Եվ խոսք են գնում դրա մասին, որ սա չի կարելի է բանել, այսօր դու թողնես սա արեն զինվորականները, վաղ ուրիշ բան կսկսվի, կգնա եւ վերջը լավ չի նրա։ Այս էլ էսպես։ Այս թեման դեռ շարունակվելու է բարձր, ես էլի կպատմեմ դրա մասին, բայց մի հատ էլ ուրիշ վերջի թեմա բացեմ դες համար, դա այնակ ինչ որ կատարվում վերադառնալով նորից մեր եվրոպական
պատերազմի ուրեմն դաշտին, տվյալ դեպքում ոչ թե Ուկրաինայի մասին, հա, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ պատերազմը կարճ ասեմ, որ ռուսները շատ արագ փորձում են ինչ-որ ձևով շարժում ստեղծեն առաջ, որպեսզի բանակցությունների ժամանակ իրանք ասել են իրանք սիրած խոսքը ռեալինա զիմլի, հա, ինչ որ արդեն կա հողի վրա, մենք հետ չենք վերցնելու, դա հակառակը առաջ ենք գնալու եւ դեռ ինչը չեք գրավել, դա էլ պետք է տակ, շատ հետաքրիր մոտեցում ունեն այդ բանին համար, որ երբևէ չեմ կարծում ուրիշ մեկը կատարել է այդպես բան։ Համենայնիվ, այդ բոլորը անելով ամեն ինչ փորձում են անել, բայց շատ չեն գնում։ Այս արագացված տեմպերով իրենց հարձակումները մեծ զոհերի հաշվին, ոնց որ Թրամփ ասաց 23000 մարտամերված անցյալ շաբաթ։ Իրենց այս նույնիսկ տեմպերով իրենք այնքան քիչ են առաջ գնացել, որ միայն այն չգրաված Դոնբասի այն մասը, որ Դոնբասը գրավել մեծ մասը իրենք չգրաված մասը վերցնելու համար դեռից 2 տարի է պետք։ Եթե այս տեմպերով են առաջ գնում, ասենք օրը ինչ որ մի 50 մետր կամ չգիտեմ ինչ, հա, ասած փոքր խոսքերի թվերի մասն խոսում։ Հայտարարում են այս քաղաքը վերցեցինք, այդ օկրանացնու չեք վերցրել, չէ՞ միտա գնացել են մի հատ մեկը 5 վայրկյանով դրոշակը բարձրացրել են նկարել ու փախել են, այդպես բաներ կան։ Այդ իր հերթին դա երկու կողմերը հասկանում են դա եւ շատ թեժ պատերազմներ են գնում։ Բայց Բալտիկ երկրները, ուրեմն Էստոնիան, Լատվիան, Լիտվան շատ լուրջ ընդունեցին Պուտինյան բանը, որ արդեն եւ մնացած ռոպագանդիստների, որ պետքա նա խփել։ Դա թույլ օղակն է ՆԱՏՕ-ի։ Մեր քթտակ ՆԱՏՕ-ի, ասենք թե հիմնական ուժերից բավական հեռու, մանավանդ այդ 3 երկրները կտրված են, ասենք թե Գերմանիայի եւ մնացած ՆԱՏՕ-ի հիմնական տերիտորիայից եւ ով է ինչ որ ասենք Էստոնիայի համար երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու, որ եթե մտնենք վերցնենք ինչ են անելու։ Այսինքն այս փիլիսոփայությամբ անդադ կրկնում են այդ բանը։ Բոլոր երկրները չեն ուզում, այսպես ասած, հեշտ պատառ դառնան եւ միանգամից ընկնեն, ասում են ռուսների երախը, ու նրանց պատրաստությունը անում են։ Այո, ՆԱՏՕ-ի անդամ են, բայց հույսը չեն դնում նրա վրա, որ պետք է Ամերիկան գա իրանց փրկի, մանավանդ էս դարում, Թրամփյան։ Ուրեմն առաջի բաներից մեկը, որ սկսեցին երեքն էլ մտածել, դա այն է, որ ինչպես տանդաղեցնեն պոտենցիալ հարձակումները Ռուսաստանի կողմից, դա լինի զորքերի, տանկերի եւ այլն։ Սահմանը փակել են մեկներ, բայց սահմանը ումանային։ Երկրորդը հակատանկային ուրեմն շինություններ ցեցին անել, երրորդը հասկացան, որ ռուսական հիմնական հարձակումները կատարվում են, ոնց ասեմ, առաջխաղացումները զորքերի դեպի ճակատամարտ տանելու այդ մեթոդը դա երկաթգիծն է։ Իրանք տարբերություն ամերիկացիների եւ այլն մեծ տրակներով չեն տեղափոխում, հա, մեծ բեռնատար մեքենաներով չեն տեղափոխում տանկերը դեպի առաջնագիծ։ Դրանք երկաթգծերով են գնում, ծանր բոլոր բաները, եւ հրթիռները, եւ հակաօդային ուրեմն սիստեմները, եւ տանկերը, եւ զրահմեքենաները, եւ այլն։ Եվ քանի որ սրանք երեքն էլ նախկին սովետական հանրապետություններ են, երկրներ են, իրենց ուրեմն ամբողջ երկաթգիծը կապված է սովետ-ռուսական երկաթգծի սիստեմին եւ հատկապես Լատվիան չմոռանանք, ունենք Մոսկվայից Ռեժսկի վокзал, չէ՞, դեռից գնաց միանգամից Ռիգա է գնում։ Դա ինչ է այսօր նշանակում, որ պատերազմի դեպքում, եթե Ռուսաստանը որոշի հարձակվի, այդ առաջին հերթին այդ երկաթգծերով հատանելու իր ուժերը միջև սահման եւ ընդեղից էլ ավելի ներս, եթե երկաթգիծը աշխատի։ Եվ պատիժները որոշեցին, որ պետք է ասի կանգնեցնել, ուրեմն նախ երեքն էլ միասին որոշեցին պետք է սահմանը փակեն, երկաթգծերը կտրեն ուրեմն սահմանի սկսած դեպի Ռուսաստան այդ մասը փակեն, բայց հասկանալի որ դու ինչ ես արելու մի հատ այնտեղ փակուղի ես դնելու ասելու ես մի անցի, դրանով չի անցնելու, որ կարմիր լույս ես վառելու ինքը պիացնի։ Լատիշների լուծումները որ կա ընդհանրապես գծերը քանդել, հավաքել այդ ռեյսերը, ռեյլսերը, պետք է հավաքել rails անգլերով եւ հավաքելու պատճառ տվեցին, որ ոչ թե որտեւ այս շոպային իբրև տերորիստներից են վախենում,
Բարետի պետք չի դրա համար պատճառ ունենալ, այլ որ պետք է անցնենք եվրոպական ուրեմն սիստեմին երկաթգծերի։ Ինչպես գիտենք, ռուսական երկաթգծերը իրենց կալիբրը ասենք, հա, գալի է ասում ռուսներով 1520 մմ, հա, իսկ եվրոպական 1435 մմ։ Ավելի նեղ, ասենց ասած, եւ միշտ որ գնում էր գնացք, ասենք սովետական միությունից դեպի Եվրոպա, այնտեղ պետք է փոխեին վագոնները, որտեղ ռейսերից դիհանես, նույնիսկ վրա դնես եւ այլ սպանկար։ Իսկ Լատվիան ասում է, ես փոխում եմ եվրոպականի, իհարկե հիմնականի իմաստն ինչ է դրա, որ ռուսական երկաթգծերը չկարողանան տանկերը բերեն, հասցնեն մինչև Ռիգա, հա, պետք է ինչ որտեղ կանգնացնես իրենց ամենալավ ձևը երկաթգծերը հավաքելն է։ Ճիշտ է մեծ երկիր չեն իրենք, մեծ երկրներ չեն, բայց էլի, եթե կանգնեցնես սահմանի մոտ, գոնե, հա, կոմոդ մասը, իրենք ստիպված լինեն արդեն ճանապարհներով կամ ոչ ճանապարհներով, այդ ամբողջ տեխնիկան ասենք, հա, ծանր անցնի։ Իսկ այնտեղ ամբողջ ճահիճներ են, լճեր են, եւ մի երկու հատ ճանապարհ կա, որոնք այնտեղ արդեն հեշտ է հսկել, այսինքն երբ որ բոլոր քուժը կենտրոնում են այդ ճանապարհների վրա, որպեսզի առաջ գնան, իրենց կարող է այդտեղ խփես։ Արդեն ռուսական ճանապարհները երբեք էլ լավ չեն եղել, բայց նույնիսկ Լատվիայի մեջ արդեն կարող ես կոնտրոլել ավելի լավ հսկես այդ ճանապարհները։ Մի խոսքով մեծ դժվարություններ, ստրատեգիական դժվարություններ կստեղծեն սրանք ուրեմն պոտենցիալ որևէ հարձակման ժամանակ ռուսների կողմից, այսպես։ Այս հետաքրքիր բաներ իհարկե, որը դեռ իրականանա, բայց դրա մարդիկ խոսում են, իրենք երկար քննարկել են իրենց պաշտպանության նախարարության հետ եւ հասան այդ եզրակացությանը, որ պետք է այդպես անել։ Լիտվան իր հերթին փակեց իր սահմանը, ինչի թողնում որ ռուսական ապրանքները եւ նավթը Կալինինգրադ գնաց, Կալինինգրադը չմոռանանք, որ շատ իր էլեկտրոէներգիայի մեծ մասը դա նավթ վառելով են, գեներատորներում նավթը վառում են եւ ստեղծում են էլեկտրականություն, հա, դա սա ձմեռվա կեսին իրենց համար խնդրեմ են ստեղծելու։ Ի պատասխան ինչ որ Ռուսաստանը հիշում եք արեց Եվրոպայի հանդեպ գազը կտրելով, հա, որ դուք սարեք, չգիտեմ ինչ ռեկլամներ էին դնում Եվրոպայում եւ Ամերիկայում, որ ինչպես է սարում եւ Գերմանիայում, նույնիսկ այդպես հիմար բաներ արեցին, որ թեյանոցներ բացեցին, որ կգաք ստեղ սարելու ժամանակ մեր ռուսկի թեյք խմեք եւ ինչ որ պրյանիկ կուտեք կամ ինչ կանեք, այդպես բաներ, չէ՞ որ հասկացա, որ չէ, բոլորովին էլ պետք չի, որտեղ իսկույն ամերիկյան բերեց այդ խտացած գազը եւ այլ տարբեր ձևերով այդ հարցերը լուծեցին։ Հիմա պատասխան Կալինինգրադի հարցը դարձել է մեծ խնդիր նրանց համար, որովհետև եթե գնացքի գծերով չեն կարող սպասարկել իրենց այդ ուրեմն այդ էքսկլեյվը, հա, բայց ինչպես պետք է անեն։ Հարց առաջանում, ինչպես անելու, ուրեմն պետք է տանես նավով, հա, որտեղից Պետերբուրգից էլի ուրեմն ՆԱՏՕ-ի ափերով մեջով անցնելով եւ այլն, շատ ավելի թագանում է գինը, դժվարանում է այս խնդիրը շատ հսկայական չափով եւ այլ, այսինքն խնդիրը այստեղ դրա մասին շատ չեն խոսում, բայց կամաց թեժանում է։ Պատասխան, ասենք թե իրենց եղած, իրենց դեմ եղած քայլերի, չմոռանանք, որ Ռուսաստանը ամբողջ Էստոնիայի ուրեմն բանին վրա հարձակում գործեց իրենց ինտերնետային համակարգը եւ ամբողջ իրենց փակեց բառացիորեն, հա, եւ ստիպված եղան էստոնացիները կառուցել նույնիսկ բնդացնել իրենց ուժեղացնել իրենց այդ ապահովությունը ինտերնետային համակարգի արդեն քանի տասնարի անցավ դրա վրա, եթե ոչ ավել։ Եվ այդ կապակցությամբ նաեւ իրենք ասեն, իրենք հասկացան, որ ուրիշ խնդրեմ են կա, ստե ուրիշ խոցելի կետ ունեն իրենց ամբողջ էլեկտրոնային ցանցը, այս 3 բալտյան երկրների միացած է ուրեմն Ռուսաստանին եւ Բելարուսին։ Բրելա կոչվում, Բելարուս, Ռուսիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, այդ բանի մեջ են եւ դա ոչ մի ձևով իրենց ապահով չի, որովհետև Ռուսաստանը ուզած ժամանակ կարող է իրենց էլեկտրականությունը կտրի, որ նշանակում ամեն ինչ կանգնելու է, միայն ոչ թե միայն կոմպյուտերային համակարգներ, դա նշանակում է բանկային համակարգներ, նշանակում է
բոլոր էլեկտրականությամբ աշխատող պոմպերը, ջրի, կոյուղի եւ այլ փողոցները, հիվանդանոցները ամեն ինչ կանգնելու է։ Եվ լուրջ կերպով աշխատում են անջատվելու դրանից, հա, որտեղ էլեկտրոնային էլեկտրոկայանները ամբողջը գտնվում են Ռուսաստանում սպասարկելով իրենց, հա, մի խոսքով իրենք այդ անցան այդ քայլեր արեցին, այս վերջերս նույնիսկ այդ գնացքի գծերի հետ կապված բաներից, բայց դրանից մի երկու շաբաթ, երեք շաբաթ առաջ այդ էլեկտրականության հարցն օրինակ էստոնացիները լրիվ փոխեցին, իրենք հիմա երկու հատ ծովիա բան ունեն, գիծ ունեն դեպի Ֆինլանդիա, որպես ոնց ասեմ backup, հա, եթե պետք է լինի դերից էլեկտրականությունը կբերեն, հիմնականում արդեն դեռ փոխել են իրենց անկախացել են։ Մի խոսքով էս երեք երկրները լուրջ քայլեր են անում սահմանը ապահովելու համար, կանգնեցնելու կամ դանդաղեցնելու որևէ հարձակումներ, որպես իրենց ժամանակ տան ՆԱՏՕ-ին կազմակերպվելու եւ գալու պաշտպանելու, երբ որ պատերազմը սկսեց 4 տարի համարի առաջ, ստիպված եղան ամենա բանը որ կարող էին անել, դա փոքր ուժեր բերել ամերիկյան այնտեղ դնել, այսինքն մի բատալյոն ստեղ կամ մի բրիգադ այնտեղ գաղափարներ, որ իբրև դե չեն հարձակվի ամերիկյան զորքերի վրա, բարձր։ Ձեզ օրինակ, այս ձեռներեց չեն նստած, ուրեմն անգործ չի նստած ներողություն, ուրեմն որոշ քայլեր անում են այս ընթացքում եւ ինչ որ բաների հասան։ Ուրիշ բան էլ մոռացա ասեմ, երբ որ խոսում ենք Վենեսուելայի մասին, որ ուրեմն աշխարհի ամենամեծ նավթի պաշարներ ունեցող Վենեսուելան նավթ էր առնում Ռուսաստանից, պատկերացնում եք, չէ՞։ Խոսքը գնում է նորից վերջի ինչ որ 10 օրվա մասին, թե ինչ ռուսական տանկերը, որ մոտենում էր Վենեսուելային, ամերիկյան ռազմանավերը կանգնացրեցին։ Տանկերը փորձեց նորից ուրիշ ձևի մոտենա, նորից իրեն թույլ չտվեցին, գործը դեռ հասան, որ ֆիզիկապես եկավ կարճևը կանգնեց։ Դե հիմա բարձր որ տանկերը շատ ավելի կամաց է գնում, քան թե ռազմանավը կարող է 4 կողմը պատտելով միշտ արջևը գա, հա։ Բայց գաղափարները որ դու ուզում ես գաս խփես մեր նավին, տարանես, խնդրեմ, պար։ Տեսնենք ինչ կլինի դրանից։ Երեք անգամ փորձելուց հետո հետ քաշեցին, գնացին դեպի Աֆրիկա, հասկանալով որ չէ, լա երևի պետք չի սրա վրա կարիվ սկսել։ Ինչ որ դա սա հիշեցնում է ինձ 1962 թվականի հետ Կուբա կան հրթիռային Cuba Missile Crisis, որ ասում են ընդեղել ռուսական նավերին բեռնատար տանկերներին, որոնք հրթիռներ էին բերում Կուբա ամերիկացիները կանգնացրեցին։ Հիմա ինչ որ ստեց մի բան է գնում, այսինքն սա լուրջ բան է, չենք թողնելու որ դուք բերեք ուրեմն ռազմամթերք կամ վարելանյութ, հա, դեպի Վենեսուելա, որ նա պատրաստված լինի որևէ տեսակի, ասենք, ռազմական գործողությունների կամ ընդհանրապես իր ռեժիմը կարողանա պահպանել։ Այս էլ նորից մի քիչ անջատ ձևով ասեցի, բայց այո, այս էլ վերջի բաներից մեկն է։ Համենայնդեպս ինձ թվում է հաջորդ 2 օրվա ընթացքում ավելի պարզ կլինի թե ամենակարևոր Ուկրաինայի հետ կապված բանակցությունները ուր կգնան, բայց չի թվում թե հաջող են անցել, օգոն Ռուսաստանի համար հաջող են անցել։ Եթե այդպես լիներ, ավելի տարբեր տեսակի պատասխան կամ արտահայտություններ կաներ Պեսկովն ու այլ մյուսներին ու ինտերվյու են անում, հա։ Իրականության մեջ ոնց որ թե շատ հաջողություններ չի արել, ուկրաինացիները բնականաբար ավելի ոնց ասեմ, իրենց ուսերից ահագին բեռն կա, որտեղ վախ կար, որ իրենց ծախում են, այսինքն երկու երկիր, որ կապ չունեն իրենց հետ, իրար հետ բանակցում են, թե Ուկրաինան ոնց կիսեն։ Այդ ոնց որ Ռուսաստան-Թուրքիան իրար հետ բանակցում են, թե Հայաստանը որ կիսեն, որ մասը տանք Ադրբեջանին, որտեղ տանք պիտի Թուրքիային, սահմանը ոնց պիտի անցնի, Նախիջևանը պիտի լինի ադրբեջանական, որպեսզի մենք հետը տաշը, ոչ ոք չէր հարցնում Հայաստանին դրա մասին։ Նույն ձևի խոսակցություններ գնում Ռուսաստանի ու Ամերիկայի միջև, թե ոնց ենք բաժանում, որքան պետք է հանձնենք այստեղ, ինչքան պետք է կանգնի, որտեղ պետք է հետ գնան, ինչ զորք պետք է ունենա, ինչ զինացիկ պետք է ունենա, ում է պետք է դաշնակից լինի, ում է պետք է դաշնակից չլինի, եւ իհարկե մի քիչ որ թե կարողանան այդպես էլ կվերջանան Տրամպի համար եւ Պուտինի համար, որոնք այդպես էլ կուզենային անեն, բայց
բարեբախտաբար տենց չի ստացվում եւ Ամերիկայում մի քիչ առողջ ուժեր կան եւ Եվրոպայում էլ հասկանում են, որ չի կարելի այսպես բան անել եւ իրենց ճշում գործադրում են այդ ուղղությամբ։ Համենայնիվս տեսնենք ուր կգնա։ Սոյս կանա Արթուր Մարտիրոսյան։ Իջև հաջորդ հանդիպում բաժանորդագրվեք, լայքել եւ այլն։ Ստեսյուն։